Անուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն։ Նախքան օրվան պատկամս ես կուզեմ երեք կարևոր գետեր ծեր ջամփով նաև մեր թեմերու ժողովրդին ազնիվ ուշադրության հանձնել։ Առաջին, բոլորս ալ քաչ գիտենք, թե դժվար ժամանակներու մեջ կաբրինք, սակայն հակառակ այս թարն իրողության ձաղգազարդին մեր բոլոր եկեղեցիները Անտիլիասի մայրավանքեն սկսյալ մինչև Լիբանանի թեմեր, Գիբրոսեն սկսյալ մինչև Սուրիա, մինչև Կատար, Քուվեյթ, Շարժա, Դուբայ, Աբու Դաբի, հակառակ քաղաքական, ապահովական, տնտեսական և նաև կլիմայական դժվար պայմաններում մեր սիրելի ծնողները իրենց զավակները եկեղեցի բերին, որպեսզի անոնք մասնագիծ դառնան մեր եկեղեցվո հոգևոր ծնծության և այդ ծնծության մթնոլորտի մեջ աճին քրիստոնեական հոգևոր հարույական արժեքներով։ Հարկանք և պատիվ մեր սիրելի ծնողներուն։ Երկրորդ, ես ուրախությամբ կնշմարեմ, կտեսնեմ, կլսեմ, թե մեր բոլոր եկեղեցիներեն ներս, մեր երիտասարդուհիները սկսած են իրենց գործոն մասնակցությունը բերել եկեղեցական արարողություններում։ Իմ սպասումս է, որ այս ոգին, այս հավատքի չերմերանտ արտահայտությունը շարունակվի և մեր նոր սերունդը մասնագիծ դառնա ոչ միայն մեր եկեղեցվո ծիսական կյանքին, այլ ընդհանրապես մեր եկեղեցվո կյանքին, վկայության ու առաքելության։ Վերջապես, ինչպես գիտեք, ձեր ձեռքերու մեջ ունիք օրվան արարողությունը։ Ձեզ մեն ոմանք կհիշեն, որ անցյալ դարյալ ավագշաբթվա ընթացքին այս քրքույկները բաժնվեցան ձեզի։ Այս քրքույկներու մեջ դուք կտեսնեք ավագշաբթվան արարողությունները ավելի բարեկարգված, դասավորված կերպով և նաև աշխարհապարի թարգմանությամբ։ Այս աշխատանքը Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության կրոնական ժողովը կատարեց, որպեսզի մեր հավատացյալները գիտակցորեն և գործնապես մասնագիծ դառնան մեր արարողություններում։ Եվ ուրախությամբ նշմարեցի, որ ոչ միայն երիտասարդ, այլ նաև երեց սերունդը իրենց ձեռքերու մեջ ունին այս քրքույկները և ուշադրությամբ և մանավանդ հավատքով
գհետևին մեր արարողություններում։ Անցյալ տարի եւ այս տարի մեր բոլոր թեմերում բաժնեցինք այս քրքույկները, որովհետեւ մեր թեմերը առաջնորդներ, հոգևոր հայրեր եւ նաեւ հավատացյալներ, եթե ըսելիք ունին այս ուղությամբ, փոխանցեն մեզի, որովհետեւ ավելի ամբողջական կերպով մենք կարենանք իրենց վերջնական ցևի մեջ այս քրքույկները դբել եւ մեր ժողովրդին փոխանցել։ Ահավասիկ սիրելիներ, երեք կետեր, որոնց մասին ես ուրախությամբ ուզեցի այսօր անդրադառնալ։ Պողոս առաքյալ խոսելով քրիստոնեական կյանքի մասին գսե հավատք, հույս եւ սեր։ Այս երեքի մեջ մեծակույնը սերն է։ Բոլորը դալ գիտեք, որ մգրդության բահում մգրդող հոգևորականը գրնքահոր կհարցնե, թե երեխան ինչ կուզե։ Բոլորս այդ փորձառությունը ունեցած ենք։ Եվ գրնքահայրը կպատասխանե հավատք, հույս, սեր եւ բնականաբար մգրդություն։ Սերը քրիստոնեական հասկացողությամբ սովորական առաքինություն չէ։ Առաքինություններում մայրն է, քրիստոնեական կյանքին էությունն է, քրիստոնեական մտածողության ու գործելակերպին առանցքն է, ուր սեր չկա, ոն քրիստոնեություն չկա, որովհետև ինչպես քիչ առաջ լսեցիք, Պողոս առաքյալը գսեր, ուր Աստված կա, հոն նաև սեր կա, եւ ճիշտ հակառակը, ուր սեր չկա, Աստված բացակա է։ Ահա թե ինչու մենք սիրո նկատմամբ սովորական կամ բնական ցևով պետք չէ մոտենանք, որովհետև Աստված սեր է իր էությամբ։ Ինչ որ Աստված կկատարե, սերը մղված կկատարե։ Աստված սիրեց մարդը, մարդ ստեղծեց, դիեզերքը ստեղծեց մարդուն համար, բայց երբ մարդը հեռացավ Աստուծմե, երբ մարդը իր աստվածային պատկերը եղծեց, երբ մարդը չարացավ, Աստված, ինչպես կսե ավետարանիչը, իր միածին որդին ղրկեց, մարդու փրկության համար, Աստված մեղավոր մարդուն փրկության համար, իր միածին որդին ղրկեց, եւ ինչպես գիտենք, Քրիստոս նույն սերեմ մղված, ինք զինք նվիրեց, ընձայեց, իր արյունը թափեց, խաչ բարձրանալով մարդուն համար, որովհետև սիրեց մարդը։ Երբ Աստվածաշունչը բանակ, վստահաբար Աստվածաշունչի յուրաքանչյուր էջին վրա դուք պիտի տեսնեք սիրո ներկայությունը, երբեմն ուղղակի, երբեմն անուղղակի կերպով, որովհետև Աստվածաշունչը ինքը
Աստուծո հայտնությունը գբարունագե եւ Աստուծո հայտնությունը սիրո հայտնություն է ինչպես ասի ինչ որ Աստված կգադարե ինքզին կհայտնե սիրո հայտնություն է Քրիստոս իր երկրավոր առաքելության ընթացքին այնքան կարևորությամբ շեշտեց սիրո հրամայականը ոչ միայն Քրիստոս թելադրեց մարդոց ասելով սիրեցեք սիրար այլ ինքը սիրեց մարդը Քրիստոսի բոլոր ուսուցումներուն բոլոր առակներուն եւ իր առաքելության ընթացքին յուրաքանչյուր քայլափոխին մենք հստակ կերպով կտեսնենք սիրո գործնական արտահայտությունը եւ մեր եկեղեցվո հայրերը թե իրենց աստվածաշնչական մեկնաբանություններու ջամփով եւ թե ընդհանրապես պատկաններու ջամփով կարևորությամբ շեշտած են սիրո առանցքային կարևորությունը մարդկային կյանքի մեջ այսօր այս առարողության ջամփով մեր եկեղեցին անգամ եւս կուքա հիշեցնելու իր հավատացյալներուն թե որքան էական է սերը մեր կյանքի մեջ սիրո ջամփով է որ մենք կընթանանք դեպի փրկության ճանապարհ սիրո ջամփով է որ արքայության թռները կբացվին մեր առջև ինչպես քիչ առաջ Հովհաննես Բլուզ վարդապետի ջարի մեջ կարդացինք որովհետև սերը երկնքի արքայության թրան փանալին է առանց սիրով մեր կյանքը իր իմաստը իր կարևորությունը իր նպատակը կգործընծնե նույնիսկ կենդանական աշխարհի մեջ վստահ եմ հաճախ կտեսնեք կլսեք կենդանական աշխարհի մեջ սերը որքան դիրական ներկայություն է այս մարդկային փանավոր կյանքի մեջ սերը պետք է մեր կյանքին ավիշը դառնա մեր կյանքին ճանապարհը մեր մտածողության ու գործունեության առանցքը ինչպես ասենք ուր սեր չկա Աստված փացագա է պետք է սիրենք սիրելիներ սիրենք սիրար մեր ընտանիքներեն ներս այր եւ գին ծնող եւ զավակներ սիրով կապված են իրարու հետ սիրո օղակն է որ դեր եւ դիգին ամուսնության ջամփով ընտանիքի գվերած է մեզի համար ընտանիքը այր եւ գնոջ միասին ապրիլը չէ ընտանիքը մեզի համար սիրո կյանք է մեր ծնողքին փոխադարձ սերը պետք է ջարակայթե իրենց զավակներու կյանքի մեջ անոնք պետք է օրինակ դառնան ինչ կնշանակե սեր ինչ կնշանակե սիրել նույն գիտակցությամբ սերը մեր գազམ་ագերբություններու մեր համայնքներու եւ մեր ազգի կյանքի մեջ պետք է դառնա
մնայուն ու դիրական ներկայություն, որքանալ դարբեր տեսակետներ, կարծիքներ, մոտեցումներ ունենանք, պետք է սիրենք, ուր սերգա, ինչպես քիչ առաջ, առաքյալը գսեր, նախանցը, հպարտությունը, վախկոտությունը, թերահավատությունը և ամեն տեսակ մոլի երևույթներ գհերանան մեր կյանքեն։ Սերը հավատարմության, ինքնավստահության, հզորության աղբյուր է։ Սերը Աստուծո ներկայությունն է։ Եկեք հետևաբար այս գիտակցությամբ, այս նախանցախնդրությամբ սիրենք, միայն չխոսենք սիրո կարևորության մասին, այլ սիրենք, որովհետև սերը սկացական, տեսական երևույթ չէ, սերը խաղապար չէ, սերը մտածում չէ, սերը կյանքի որակ է։ Հետևաբար այս գիտակցությամբ եկեք սերը ապրենք մեր կյանքի մեջ անհատական թե հավաքական, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։